Հաղորդման սկզբում խոսում ենք մեր ֆուտբոլային Փյունիկ ակումբի հաղթանակից, հիմա պետք է սիրով դիմավորենք եւս մի չեմպիոնի մեր տաղավարում, սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Կամո Օնանյանն է մեզ հյուր եկել, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ եկել եք, հունիսի 10-ին, 10-12-ը Խորվաթիայում էիք, Վարազդին քաղաքում, որտեղ կայացավ օլիմպիական կարատեի 4 պաշտոնական ոճերից մեկի Շիտորիու մարզաձևի Եվրոպայի առաջնությունը։ Խնդրեմ պատմեք այս ամենից գնացիք ում հետ մրցեցիք 4 մենամարտ ունեցա ֆինալում ռումինացու մարզիկի հետ էի դե Եվրոպայի առաջնությունում հեշտ մարտեր չեն լինում որտեղ այնտեղ բոլորն էլ պատրաստված մարզիկներ են աշխարհի մեդալակիրներ չեմպիոններ Եվրոպայի վնասվածք ունեի այս 4 տարի մեջքի խնդիրներ ունեմ Այդ վնասվածքով մասնակցեցի ճիշտն ասած, դժվար էր, բայց դե յուրաքանչյուր մարզիկ էլ եթե դժվարություններ չհաղթարի, լուրջ հաջողություններ չի կարող ունենա, այո։ Դրանից հետո արդեն մեջքի վիրահատություն ունեցա, այս 4-րդն էր 4 տարվա ընթացքում, ճիշտն ասած, դեռ ինչ-որ դրական լուրջ փոփոխություններ չկա, բայց դե տեսնենք ժամանակը ցույց կտա։ Մեկնելուց առաջ նշել եք, ես խոստացել եմ, որ գնում եմ հաղթելու, իսկ վերադարձից հետո ասել, որ ես գնացել էի ոսկե մեդալի հետևից եւ ինչպես միշտ խոստումս կատարեցի, որքանով է կարևոր մարզիկի համար նախ այդ հոգեբանորեն պատրաստ եւ տրամադրված լինելը բացի այն, որ քրտնաջան աշխատանք է թիկունքում։ Նայեք, իմ համար, կոնկրետ իմ համար, երկրորդ, այսինքն արծաթը կամ բրոնզը դա արդեն հաղթանակ չի։ Շատ մարզիկներ իրենց առաջ նպատակ են դնում ինչ-որ մեդալ բերեն։ Իմ համար հաղթանակը դա միայն ոսկե մեդալն է։ Այսինքն ես երբեք ինչ-որ հոգեբանական խնդիրներ չեմ ունեցել, ինչքան էլ որ եղել են մրցաշարեր, որտեղ որ դատավորները սխալ են, հա, դատել, բայց դե ամեն ինչը դժվարությունները հակառակ ինձ ուժ են տվել, այլ ոչ թե կոտրել են, հա, հոգեպեսորեն, այլ ուժ են տվել եւ իմ համար յուրաքանչյուր մրցաշարին մասնակցել է, իսկ հիմա ես ձգտում եմ մասնակցեմ տարբեր վարկածների միայն աշխարհի Եվրոպայի առաջնություններին, քանի որ արդեն դե առողջական խնդիրները թույլ չեն տալի շատ միջազգային մրցաշարերի մասնակցեմ, իսկ աշխարհի թե Եվրոպայի մրցաշարերին ես գնում եմ միայն ոսկե մեդալի հետևից, որովհետև տրամադրում եմ ինձ, որ ուրիշ ինչ-որ ռեզուլտատ արդեն իմ համար դա պարտություն է։ Պլան B չունեք մի խոսքով, եթե ոսկին չստացվի արծաթ, միայն պլան A, այո, Շվարցնեգերի շատ հայտնի հիշեցի ելույթ, որտեղ ասում էր մոռացեք պլան B-ի մասին, որովհետև դա նշանակում է, որ դուք արդեն մտածում եք, որ պլան A-ն կարող է չաշխատի, այո։ Դրա համար պետք է միշտ պլան A-ի մասին մտածել։ Դուք նաև հանդիսանում եք Հայաստանի կարատեի միության հիմնադիրը եւ եկեք գանք ձեր մանկությունից ով ձեզ ոգեշնչեց զբաղվել կարատեով։ Դա շատ վաղուց էր, 96 թվականի նոյեմբերից եմ սկսել մարզվել, արդեն 97 թվականի դեկտեմբերին Հունգարիայում պատանիների մեջ արծաթե մեդալակիր եմ դառել, հետո 2 տարի հետո արդեն աշխարհի չեմպիոն դարձա։ Դե այդ տարիներին գիտեք ոնց ուրիշ ինչ-որ զբաղվելու բան էլ չկար ու ես սիրել եմ միշտ կարատեն ու ասենց եթե հիշեմ տատիկս է տարել կարատեի խմբակ, հա, այնտեղից արդեն սկսվել է ու շատ դժվար է գիտեք ոնց 25 տարի միշտ արդյունքներ ունենալ բարձր մակարդակի վրա, էլի խոսքը չի գնում ինչ-որ միջազգային տուրնիրները, այլ նայեք 97-ին արծաթե մեդալակիր եմ աշխարհի նվաճել, իսկ 2022-ին Եվրոպայի չեմպիոն եմ դարձել։ 2021-ին արծաթե բրոնզե մեդալակիրը Ռումինիայում բրոնզե մեդալ նվաճեցի։ Այս տարի WSF վարկածի աշխարհի առաջնությունը Չեխիայում է, սեպտեմբերի 9-ից 12-ը, իհարկե գնալու ենք էլի ոսկի հետևից։ Հայաստանի կարատեի միությունն էլ ես եմ, հիմնադիրը ես եմ, մենք ունենք մարզիկներ, Հայաստանի կարատեի միությունը ինքը Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի անդամ է, բայց համաշխարհային կարատեի ֆեդերացիաների միության աշխարհի եւ Եվրոպայի պաշտոնական առողջությունները միայն ներկայացնում է Հայաստանի կարատեի միությունը։ Այսինքն մարզիկներ ենք մենք տանում, այնտեղ իրանք մրցում են, մասնակցում են, անցյալի մի քիչ չհաջողվեց, միայն ես բրոնզե մեդալակիր դարձա, բայց այս տարի հուսով ենք, որ արդեն կունենանք մեդալ։ Հետաքրքրություն կա երիտասարդների երեխաների մեջ կարատեով զբաղվելու, առաջ գնում է այս ամենը, զարգանում է։ Գիտեք ոնց եթե
վատ չի, բայց եթե նայենք էլի թե 2000-ականների սկզբում ոնց էր, մի քիչ ավելի ուրիշ էր, քանի որ հիմա երեխաները ավելի շատ ամեն օր հեռախոսի մեջ են, հա, մի քիչ դժվար է, բայց հեռախոսի մեջ են կարատեով խաղեր խաղալու։ Բայց շատ պատանիներ, երեխաներ կան, ովքեր որ ունեն ձգտում, եւ հիմա Հայաստանի նաեւ ազգային կարատեի ֆեդերացիան էլ ամեն ինչ անում է, որպեսզի զարգանա։ Քանի որ համեմատական եք տանում նաեւ այն տարիների հետ, հիմա հնարավորություններն էլ են շատ երեխաների, ինչը դպրոցներ նույն, որտեղ կարող են պաշտոնապես դառնալ կարատեիստներ ապագայով սովորել, նկատի ունեմ ֆեդերացիայի հսկողության տակ, հա, ոչ թե մասնավոր ինչ-որ տեղեր, որ գնում են պարզապես պարապելու։ Այդ հնարավորությունները շատացել են։ Իհարկե, եթե համեմատենք այն տարիներին, հիմա ավելի շատ է, ավելի լավ վիճակում են մարզադպրոցները, նայեք, մեր կարատեն 16 թվականին օլիմպիական սպորտաձև ճանաչվեց եւ հիմա յուրաքանչյուր մարզիկ, հա, հիմա օլիմպիական ընտանիքում է սպորտային կարատեն եւ յուրաքանչյուր մարզիկ նույնիսկ ունենալով այդ պաշտոնական WKF-ում աշխարհի կամ Եվրոպայի մեդալ պարտադիր չի ոսկի, ինքը արդեն իրեն շատ բաներից, օրինակ բանակից 3 տարով հետաձգվում է, շատ ինչ-որ, կան, ֆեդերացիան սենց ասեմ, էլի տիրություն է, էլի անում այդ մարզիկին, այն վաղտ մի քիչ ավելի պրոբլեմ էր այդ ամեն ինչը, հիմա գնալով, էլի ասում եմ Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիան եւ մենք Հայաստանի կարատեի միությունը ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ հեշտ ավելի լինի յուրաքանչյուր մարզիկի համար։ Նախնական զրույցում ասացիք, որ ամսի 23-ին պետք է տեղի ունենար MMA-ի մրցաշար Հայաստանում, որը հետաձգվել է, խնդրեմ մի քիչ դրա մասին պատմեք։ Exclusive Fighting Championship-ի երկրորդ միջազգային մրցաշարներ եւ տարբեր երկրներից տարբեր պրոֆեսիոնալ մարզիկներ պետք է մասնակցեին, տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվեց, մի քանի ամիս հետո կլինի։ Exclusive Fighting Championship-ի նախագահն Ռոբերտ Ղազանչյանն է, որը որ ամեն ինչ անում է, որ բարձր մակարդակի վրա անցնի այդ մրցաշարը, քանի որ առաջին մրցաշարը իրոք շատ բարձր մակարդակի վրա է անցել եւ այդ մրցաշարին նաեւ մասնակցելու է ես, իմ առաջին մարտներ լինելու MMA-ում, շատ եմ ուզում փորձեմ եւ ինձ թվում է ոչ մի քանի ամիս ուշ կլինի, բայց ավելի մեծ մասշտաբներով կլինի եւ ավելի ինձ թվում է բարձր որակով։ Եթե ուզում եք MMA-ի մասնակցեք, այսինքն ոչ միայն կլասիկ կարատեով եք զբաղվում, հա, այլ նաև այլ մարզաձևերով նույնպես։ Դե որ արդեն սկսել էի պատրաստվել, այո, ես ուրիշ նաև մարզաձևեր, բոքս, բարբա, եւ այդ ամեն ինչը որ միքս ես անում, դառնում է MMA։ Այո։ Ինչքան շատ հմտություններ ունենաս, իհարկե այդքան ավելի մեծ են շանսերը հաղթելու։ Բրուս Լին մարզիկ էր թե դերասան։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ինձ թվում է դերասան, պլյուս դրա հետ էլ մի քիչ ինչ-որ մարզիկ, չգիտեմ։ Լավ։ Մենք հաջողություն ենք մաղթում ձեր այն նպատակներին, որոնք դրել եք ձեր առաջ եւ հաղթանակները թող վնասվածքներն էլ չխանգարեն եւ միայն ոսկեով մեր բոլոր մարզիկները վերադառնան տուն եւ շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսեցիք մեզ հետ։ Ու վերջին հարցը, կյանքում երբևիցե օգտագործել եք կարատեի ձեր հմտությունները։ Դրսում, դե պատահել է, բայց Հայաստանից դուրս էլի։ Լավ, գոնե Հայաստանից, բայց անհնար պետք չի իրականում առաջին կանոնը, երբ որ ընդունվում ես կարատե զբաղվելու, սենսեյները բացատրում են, որ կյանքում մարզադահլիճից դուրս արգելված է ուղղակի։ Միայն ինքնապաշտպանվել։ Միայն ինքնապաշտպանվել, այո, որովհետև կարող ես շատ ուժեղ վնասել։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ հաղթանակներ եք մաղթում, հիմա լսենք երաժշտություն, հետո կդիտենք լուրերը եւ կվերադառնանք։